Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի Շպրոտը, ով բավականին հաճախ է դիմում իր հետևորդներին, հերթական անգամ նմանատիպ հոլովակներ էր հրապարակել ինստագրամյան իր էջի սթորի բաժնում, իրենց անոտ մի ընտանիքի համար օգնություն խնդրելով։ Ներկայացնում ենք երգչուհու խոսքը առանց մեկնաբանության։ Ողջույն, սիրելի հայրենակիցներ, մի հայտարարություն եմ ուզում անեմ մի ընտանիքի մասին, ում հետ ծանոթացել եմ պատերազմի ժամանակ։ Նրանց ընտանիքի որդին պատերազմում վիրավորված է, հաշմանդամ է եւ ձեզանից շատերը օգնել են պատերազմի ժամանակ այս ընտանիքին։ Այսօր այդ երիտասարդը, նրա մայրն է ինձ հետ կապնվել, ունի ձեր օգնության կարիքը։ Ուրեմն նա հաշմանդամ է, նրան աշխատանքի չեն ընդունում։ Ընտանիքի հայրը ուրեմն հիվանդություն ունի, ամբողջ բերը ընտանիքի մայրիկի վրա է եւ մայրիկը եւ տղան ուրեմն ուզում են ինչ որ մի փոքրիկ տարածք բացեն, որտեղ կարող են թխել լավաշ, բայց նրանց գումարը չի հերիքում։ Նրանք ձեր օգնության կարիք ունեն, որպեսզի այդ մարդիկ կարողանան իրենց ուրեմն գոմը սարքեն փուր եւ պատրաստեն լավաշ ու վաճառեն։ Ընտանիքի մայրը հրաշալի կին է, շատ աշխատասեր։ Նա ամեն կերպ փորձում է օգնել ընտանիքին, բայց այսօր մեր հայրենակիցները ունեն ձեր կարիքը։ Փաստորեն իրավիճակը այսպեսին է։ Նրանք ինձ դիմում էին, խնդրում էին, որպեսզի ես գտնեմ ինչ-որ մեկին, ով ներդնում կանի նրանց հետ, այդ փուրը կարողանան ստեղծեն։ Ուզում էին տարածք վերցնեին, բայց չկարողացան, որտեղ տարածքը շատ թանկ է Հայաստանում վարձելը։ Փաստորեն նրանք որոշեցին իրենց գոմը վերանորոգեն եւ գոմը վերածեն կոպիտ ասած տարածքի, որտեղ կարող են թոնրի լավաշ պատրաստեն, այսօր թոնրի լավաշ այդքան էլ չկա տարածքում եւ կարծում են, որ հրաշալի բիզնես կլինի, բայց քանի որ նրանց գումարը չի հերիքում, նրանք ձեր օգնության կարիք ունեն, նույնիսկ նրանք պատրաստ են, որպեսզի դուք որպես պարտնյոր միանաք նրանց, այսինքն լինեք բիզնես պարտնյոր եւ դուք ինչ որ նրա միասին անեք ինչ որ մի բան, եթե ցանկացողներ կան։ Իսկ եթե հետաքրքրված չեք, որ լինեք որպես պարտնյոր, ապա նրանք առաջարկում են այսպես, կարող է ինչ որ մեկը ներդնում անել, այն ինչքան որ պակասում է, գումարը, իրենք կաշխատեն եւ կվերադարձնեն այդ գումարը, այսինքն իրանք շատ արդար մարդիկ են, իրանք ուղղակի ուզում են ինչ-որ մի բան սկսեն, որպեսզի կարողանան մի քիչ գոնե ապահով ապրեն, որովհետև տան երիտասարդը ի վիճակի չէ աշխատելու, նա հաշմանդամ է պատերազմից հետո եւ նրան աշխատանք չեն տալիս, այսինքն բայց նա հիմա ուզում է մայրիկի հետ ինչ-որ մի բան անել, մամայի հետ մի բան սկսեն, ինքն էլ կօգնի մայրիկին, եկեք օգնենք այս ընտանիքին, որ նախ էս մեր եղբայրը իրեն զգալի արժեք մարդ, հասկանում եք, մամային էլ շատ դժվար է, ընտանիքի ծնողին շատ դժվար է, մենակ ամբողջ փաստորեն բերը մայրիկի վրա է, սիրելիներս, եկեք օգնենք այս ընտանիքին։ Ես կարծում եմ փորձիցս ելնելով, որ ամենաճիշտը կլինի ուղակի ով ինչքան կարող է օգնել գումարով այս ընտանիքին, որպեսզի նրանք ավելացնեն իրենց ունեցած գումարի վրա եւ կարողանան ինչ-որ մի բան սկսել։ Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ չկա ինչ-որ մեկը, ով մեծ գումար կարող է տալ, չնայած շատ ավելի լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի, ով մեծ գումար կտա եւ այս մարդիկ կարող, մեծ ասելով Հայաստանի համար մեծ է, բայց Միացյալ Նահանգների համար այդքան էլ մեծ չի, սիրելի հայրենակիցներ, եթե կան ցանկացողներ, խնդրում եմ, կարող եք գրել հենց Գայանեին ում էջը, որ ես նշում եմ հիմա այն վիդեոների վրա, կարող եք ինձ առանձին գրել, միասին կպայմանավորվենք, կարող եք գումարը ինձ ուղարկել, ես սիրով կուղարկեմ Հայաստան, ինչպես միշտ անում ենք, այնպես որ շատ խնդրում եմ, եկեք
եկեք օգնենք այս ընտանիքին, իմ սիրելի հավատացյալ քրիստոնյա հայ ժողովուրդ, ես գիտեմ, որ դուք միշտ պատրաստ եք օգնեք նեղված ընտանիքներին։ Չգիտեմ, ով ինչքան կարա, եթե կլինի մարդ, ով պատրաստ է, ասենք, $1000 տա, շատ ավելի լավ, կարող եք կապնվել Գայանեի հետ, հեռախոսի համար վերցնել, խոսել, զրուցել նրանց հետ, հասկանալ, որ ռեալ մարդիկ են, ես նրանց ճանաչում եմ, եւ կարող եք ընկերանալ այդ ընտանիքի հետ եւ կարող եք հարցնել ինչի կարիք ունեն, որպեսզի դուք նրանց օգնեք։ Նրանց խնդրանքներ, որպեսզի նրանք կարողանան ինչ-որ մի բան ստեղծեն, աշխատեն, որտեղ աշխատող մարդիկ են։ Եվ ամենակարևորը մեր հերոսը ունի հաշմանդամություն, որ ինքն էլ իրեն լավ զգա, որ ինքը իրան լքված չզգա իր հայրենիքում։ Շատ եմ խնդրում ձեզ, իմ հայրենակիցներ, եկեք օգնենք։ Իսկ եթե կան մարդիկ, որ քիչ գումար կարող են ուղարկել, տենց էլ կարող ենք անել, քիչ-քիչ կարանք հավաքենք, պատրաստ եմ ես էլ օգնեմ ձեզ հավաքելու process-ում, ոնց որ միշտ անում եմ, կարող ենք հավաքել, կնշեմ իմ Instagram-ում ինչքան է հավաքվել եւ այդ ամբողջ հավաքված գումարը կուղարկեմ նրանց, հուսամ համոզված եմ, որ նրանց կուրախացնենք այս քայլով։ Եվ ինչպես գիտեք, երբ նման սիտուացիա է լինում, այսինքն երբ ես սկսում եմ ինչ-որ մի ընտանիքի համար գումար հավաքել, ես տալիս եմ իմ PayPal-ը եւ Venmo-ն եւ նաեւ կարող եք ինձ անել Zelle, եթե իհարկե կան մարդիկ, ովքեր ուզում են իմ միջոցով գումար ուղարկեն, իսկ եթե ուզում եք անձամբ նրանց հետ ծանոթանալ, ապա կապնվեք Գայանեի հետ, բայց խնդրում եմ էլի ականջի հետև մի գցեք։ Շատ եմ խնդրում ժողովուրդ ջան, դուք գիտեք, նամանավանդ հիմա պահքի շրջանա, պետքա օգնենք մարդկանց, նամանավանդ պահքի շրջանում, ընդհանրապես մեր ողջ կյանքի ընթացքում պետքա նեղության մեջ մարդկանց օգնենք, ինչքան որ կարանք եւ մի նայեք, որ ձեր մոտ քիչ է, դուք քիչ փող ունեք, սպասեք թող ձեր մոտ շատ գումար լինի, մի օր չգիտեմ, լոտո շահեք, նոր օգնեք այս ընտանիքներին, չէ, Աստված սպասում է քո ունեցածի միջից դու իրեն տաս։ Չէ, ես կարծում եմ, որ ճիշտ եմ հասկացել Աստծո խոսքը։ Այնպես որ սպասում եմ ձեր նամակներին, եթե կլինեն ցանկացողներ գրեք, ես բոլորիդ կպատասխանեմ, եթե պետք է Venmo-ի account-ս կուղարկեմ ձեզ, եթե պետք է PayPal-ը կուղարկեմ, շատերը տունեք իմ համարը միանգամից ինձ Zelle եք անում, կսպասեմ, սիրելիներս, իսկ եթե չեք ուզում իմ միջոցով, ապա անմիջապես կարող եք գրել Գայանեին, հարցնել իրավիճակը ինչպես է, կարող է ինչ-որ մի բանով, նույնիսկ Գայանեն ասում է, միգուցե ինչ-որ մեկը շինանյութը առնի, հա, ճիշտ է, մոռացել էի, շինանյութը առնի, որտեվ նրանց համար վերանորոգելն է, որ շատ թանկ է լինելու։ Այսինքն կարող է ինչ-որ մեկը ասի գումար չէ, բայց ես շինանյութը կանեմ, չգիտեմ, ցեմենտը կառնեմ, եւ նրանց կօգնեք, գրեք, եւ անպայման չի Միացյալ Նահանգներից, եթե Ռուսաստանում եք, Եվրոպայում եք, անձամբ գրեք Գայանեին, Եվրոպայից օգնեք։ Սենց, սիրում եմ ձեզ շատ, ինչ ասեմ, Աստված թող ձեզ օրհնի, եկեք մի ձև օգնենք այս ընտանիքին։